Միջազգային լրահոսն այսօր։ Սպիտակ տունը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Շփոթմունքի պատճառ է դարձել սոցցանցում Թրամփի գրառումը, որում նա գովաբանում է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունները եւ ասում. «Երեկ մենք շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով եւ գտնում են շատ վատ եւ խոցելի վիճակում։ Ես խնդրել եմ Պուտինին խնայել նրանց կյանքը։ Արդյունքում ստեղծվել էր տպավորություն, թե նա անձամբ է խոսել Պուտինի հետ»։ Նրա խոսքից մյուս հատվածը, թե հազարավոր ուկրաինացի զինվորներ Կուրսկի մարզում լիովին շրջափակված են ռուսական զորքերում, բուռն անհամաձայնություն է առաջացրել ուկրաինական աղբյուրներ եւ ռազմական վերլուծաբանների շրջանում, որոնք այդ տեղեկությունը անվանել են ոչ ճշգրիտ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինայի հարցով վիրտուալ գագաթնաժողովի նախօրեին հայտարարություն է տարածել, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի հետ խաղերի մեջ։ Մենք չենք կարող թույլ տալ նախագահ Պուտինին խաղեր տալ նախագահ Թրամփի համաձայնության հետ, նշվել է նրա հայտարարությունում։ Կրեմլի կողմից նախագահ Թրամփի հրադադարի առաջարկի լիակատար անտեսումը միայն ցույց է տալիս, որ Պուտինը հավատարիմ չէ խաղաղությանը, ավելացրել է Սթարմերը։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ապա իրենք պետք է պատրաստ լինեն վերահսկել հրադադարը, համոզվելու համար, որ դա լուրջ եւ տևական խաղաղություն է։ Իսկ եթե ոչ, ապա մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու եւ այս պատերազմի ավարտին հասնելու համար, նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն իր հավանությունն է արտահայտել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև բանակցությունների ավարտման եւ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման առնչությամբ։ Երկրի ԱԳՆ հայտարարության համաձայն թագավորությունը հուսով է, որ այդ համաձայնագիրը կհանգեցնի կայունության եւ բարգավաճման նոր փուլի։ Մարտի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի ճակատում լռության վերահսկողությունը։ Զելենսկին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ զրույցի մասին։ Ուկրաինայի նախագահի խոսքով Մակրոնը հիանալի գաղափարներ է առաջարկել հնարավոր զինադադարի ժամանակ լռությունը վերահսկելու հարցում։ Մենք վերլուծել ենք այսօրվա դիվանագիտության վիճակը, առկա հնարավորությունները, մենք խոսել ենք լռության վերահսկման տեխնիկական ասպեկտների, դիվանագիտության եւ մեր ժողովրդի Եվրոպայի պաշտպանության հետագա հնարավոր քայլերի մասին, անվտանգության երաշխիքներ, իրավիճակի տեղում, իրավիճակի հնարավոր զարգացում, այս ամենում մենք ունենք Ֆրանսիայի հստակ աջակցությունը, ասել է Զելենսկին։ Նա նաև հայտնել է, որ նախատեսված զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Էրդողանի հետ զրույցի ընթացքում Զելենսկին նրան տեղեկացրել է լռության վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշման եւ պատերազմին վերջ տալու արագ եւ ազնիվ դիվանագիտության պատրաստակամության մասին։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Նախագահ Պուտինը փորձում է թուլացնել Եվրամիությունը այս պահին իր տրամադրության տակ գտնվող միջոցներով, ասել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Պուտինի հասցեին։ Հարցին, թե Պուտինը հարձակվելու է Բալթյան երկրների, Գերմանիայի եւ Լեհաստանի վրա, Մերկելը պատասխանել է, որ ռուսական ռազմական դոկտրինի մի մասը այլ երկրներին թուլացնելն է, սակայն նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի շահերը։ Նա ոչ մի արդարացում չունի այլ երկրի վրա հարձակվելու համար, բայց պետք է խոսել Ռուսաստանի շահերի մասին, ասել է Գերմանիայի նախկին կանցլերը։ Դա ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք երկուշաբթի։